Սիրելի քաղաքացիներ, տեղյակ եք, որ Հայաստան է գալիս ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Վենսը Հայաստան երբևէ այցելած ամենաբարձրաստիճան ԱՄՆ պաշտոնյան է։ Իսկ ինչի մասին է Վենսի այցը։ Եթե շատ կարճ ասեմ, ապա 3 բանի՝ խաղաղություն, առևտուր եւ ռեսուրսներ։ Բայց մի փոքր բացենք, ուզում եմ ձեզ հետ կիսվել ինձ համար առանձնացրած այն 3 քաղաքական ուղերձով, որոնք Ջեյդի Վենսի այցը նշանավորում են Հայաստան։ Առաջին, այս այցը ԱՄՆ նախագահի մակարդակով ուղերձ է ամբողջ աշխարհին այն մասին, որ Հայաստանը եւ ավելի լայն առումով Հարավային Կովկասը ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակության տարածաշրջան են, սրանից բխող բոլոր հետևանքներով՝ քաղաքական, տնտեսական, կայունության եւ այլն։ Ինչ է սա նշանակում Հայաստանի համար։ Հայաստանի համար սա նշանակում է հնարավորություն դառնալու աշխարհի կարևորագույն հանգույցներից մեկը։ Իսկ եթե հաշվի առնենք նաև, թե որտեղ ենք հասել պայմանավորվածությունների կյանքի կոչման առումով, սա ավելին է, քան հնարավորություն։ Սա արդեն իրականացող ծրագիր է եւ ընթացք, խոսքը TRIP-ի եւ մյուս պայմանավորվածությունների մասին է։ Երկրորդ, Վենսի այցը հստակ քաղաքական ուղերձ է այն մասին, որ ԱՄՆ-ն խորացնում է իր ռազմավարական համագործակցությունը Հայաստանի հետ։ Հիշում եք այն ռազմավարական համագործակցությունը, որը կնքվեց Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև 25 թվականի հունվարին, դեռևս հեռացող այն ժամանակ վարչակազմի հետ, եւ մեր վայ-ընդդիմությունը գուժում էր, որ ահա նոր վարչակազմը կգա եւ չեղյալ կլինի եւ չի իրականացվի համագործակցությունը։ Հենց այդ ռազմավարական համագործակցությունն էր, որը իրականում ոչ միայն իրականացվեց, այլև նյութականացավ արդեն 25 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված 3 ոլորտային հուշագրերով, հիշեցնեմ, դրանք էին արհեստական բանականությունը եւ կիսահաղորդիչները, ոլորտները, էներգետիկ անվտանգությունը եւ խաղաղության խաչմերուկը, եւ ահա հիմա այս այցով նոր շերտեր են ավելանալու մեր ռազմավարական համագործակցության մեջ եւ նոր ոլորտներ, գործնական նոր ոլորտներ արդեն նշվել է, որ ստորագրվելու են համաձայնագրեր։ Եվ երրորդ ու թերևս ամենակարևորը, առանց որի այս ամենը ուղղակի հնարավոր չէր լինի, դա խաղաղությունն է։ Վենսի այցը Հայաստան հստակ ուղերձ է, որ ԱՄՆ-ն շարունակում է հանձնառու լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգտոնում հաստատված խաղաղությանը եւ որ ԱՄՆ-ի համար էական է ու առանցքային է խաղաղության ինստիտուցիոնալացումը։ Այսքանն էի ուզում ասել, ձեզ բարի երեկո եւ լավ աշխատանքային շաբաթ։